Նանտապանում հյուրընկալել եմ հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանին, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սահմանադրական դատարանի որոշումը որքանով է կանխատեսելի, եթե ընտրության արդյունքները չփոխվեն եւ ընդդիմադիր ուժերն էլ վերցնեն մանդատները, ապա դուք ինչպես կբնութագրեք նոր խորհրդարանը, նաեւ ընդդիմությանը վստահած քաղաքացիները, իրենց քվեն վստահած քաղաքացիները Նրանք ինչ սկզբունքով առաջնորդվեցին, ավելի շատ Փաշինյանին մերժելու, թե ամեն դեպքում Ռուսաստանի նկատմամբ համակրանքի մղումով կամ Ռուսաստանի նկատմամբ վստահությամբ։ Բավականին տեխնոլոգիաներ կիրառվել էին, որպեսզի իրական ընտրությունից, որ Հայաստանում չի եղել, իրական կեղծիքները նկատի չունեմ, այլ գաղափարական ընտրություն կատարելու, տեսլականի ընտրություն կատարելու երբեք չի եղել Հայաստանում, ցավոք սրտի։ Այս անգամ փորձարվեց դա էլի մի փոքր շեղել, հոդախախտել, ինչպես Շեքսպիրը կասեր, հոդախախտել եւ տանել դեպի ռուսամետություն կամ արևմտամետություն, ցավոք սրտի այդ աղմուկի մեջ մերցնելով այն գլխավոր խնդիրների փունջը, որը գաղափարական դաշտ է ենթադրում իրենից։ Այնպես որ թող մանդատները վերցնեն կամ չվերցնեն, մեծ հաշվով ոչինչ չի փոխվել։ Իշխող ուժ կմնա դարձյալ նախորդ խորհրդարանի իշխող ուժը, ինչպես որ ձեզ մոտ ասել էի ընտրություններից առաջ, ես կուզենայի, որ 50% չհավաքեր, 49 թող լիներ, բայց ոչ 50։ Դա մանևրի մեծ դաշտ կտա ոչ միայն իշխանությանը։ Իշխանությունը իր խնդիրներ ունի, դա իր խնդիրն է, այլ մեր երկրին կկարողանա մանևրել մեր երկրի ղեկավարությունը որոշ պահանջներ չկատարելու պատրվակներ վերցնելու, թեև դա իր հերթին կբերի ուրիշ բանի, որ գուցե ավելի կսեղմենողա կասեն մեզ չի հետաքրքրում այդ դեպքում պատերազմ։ Այսինքն իսկ ընդդիմության վերցնել չվերցնել իրենց խնդիրն է։ Չէ, ինչպես կբնութագրեք այդ խորհրդարանը, որը եթե սկսի աշխատել։ Ճիշտ այնպեսին, ինչպեսին նախորդ խորհրդարանն էր։ Ինչպեսին էր այն։ Գրագետ, բովանդակալից, այդպիսի գնահատականներ կարող ենք հնչեցնել։ Ցավոք սրտի գրագետը չեմ կարող ասել, թեև գրագետ անձինք մեկ ու մեջ հանդիպում էին հատկապես ընդդիմության կողմից 2-3 հոգի նկատել եմ, որ իրոք կիրթ մարդիկ են։ Կարծում եմ իշխանության մեջ էլ պիտի լինեն այդպիսիք, ուղղակի ես չեմ նկատել խորհրդարանում։ Նույն տիպի խորհրդարանն է, ու էլի դերերի բաշխմամբ կխաղան, ես ռուսական եմ, դու արևմտյան ես, հետո կշահի կենտրոնաձիգ իշխանության կենտրոնը, կասի մենք ոչ արևմտյան ենք, ոչ ռուսական ենք, մենք հայկական ենք, մենք ազգային ենք։ Դա իր մանևրի դաշտն ապահովելու համար արված է, բայց դա շատ էժան խաղ է, դրսում էլ հիմարներ չեն նստած, ամեն ինչ տեսնում են։ Փաշինյանին մեղադրում են, ասում են նա կոնկրետ ընտրությունների գիշերը իր շտապողական հայտարարությամբ, որ հաղթել են, ազդեց ընտրությունների արդյունքների վրա։ Այդ մանևրը, այսինքն 50+ չհավաքելու այդ փաստը, սա Փաշինյանին կարող է հենց կանխամտածված պլանը լինել, որպեսզի նա ունենա այդ դաշտը խաղալու։ Այո, իհարկե, կարծում եմ այո, որովհետև ինչքան էլ ասենք, որ անզուսպ է եւ ժամանակից շուտ հայտարարություններ անում, այդպիսի դեպքեր մենք մեր 30-ամյա կարճատև պատմության մեջ դարձյալ ականատես եղել ենք, ինչքան էլ ասենք անլուրջ է, բայց մարդը հասկանում է, հիմա ինքը պարզապես մի անհատական երևի թե պարտություն կրեց, դա այն էլ, որ այն ինչ այսօրվա քաղաքապետն է Երևանի, դոգի 1.5 ձենանոց քաղաքապետը չէ, եթե դոգը չտեր ձեները, ինքը չէր լինելու, ճիշտ է։ Այ հիմա էլ ինքը դարձավ այդպեսին էլի։ Այսինքն ձայներ են պետք։ Չէ, նկատի ունեի Սերժ Սարգսյանի նման, որ ասում էր ինչքան ուզենք այդքան կխփենք։ Փաշինյանը կարող էր այդպես վարվել այս ընտրությունների ժամանակ։ Եվ պարտադիր չէ, որ միայն խախտումներով անեն։ Իշխանությունն ունի այդպիսի լծակներ, այո, որ առանց խախտումների ինչքան ուզի այնքան խփի։ Խնդիրն այն է, թե մեր քաղաքական մշակույթը ինչ աստիճանի է, մենք այդ խաղերի դաշտը կմտնենք, թե չէ, մենք թույլ կտանք մեզ այդպիսի բան անել, թե ոչ։ Նույնիսկ ամենազարգացած դեմոկրատիաներում են չէ այդպիսի բաներ լինում։ Հիշում եք Միացյալ Նահանգներում Թրամփի կողմնակիցները գնացել ջարդում են իրենց խորհրդարանում աթոռներ, սեղաններ, ներս էին խուժել, ճիշտ այնպես ինչպես Կիրգիզիայում կամ Հայաստանում եղավ։
Հիմա եթե չունենք որակական փոփոխություն խորհրդարանում, այս նոր խորհրդարանը ինչպես է դիմակայելու հատկապես Ալիևյան պահանջներին։ Խորհրդարանը ինչ է, որ ինքն դիմակայի կամ չդիմակայի։ Հիմա սահմանադրական փոփոխությունների պահանջը ինչպես է լինելու։ Եք փոփոխեն։ Անունը կդնեն, որ դա մեզ է պետք է ոչ թե պահանջ են կատարում։ Ընդդիմությունն էլ ձևական կընդիմանա։ Բնականաբար կընդիմանա, այլապես կստացվի շատ པարզ կլինի իր ձրիակեր լինելը։ Պարոն Հայրապետյան, նոր տերմին կա մեր այս լրատվական քաղաքական դաշտում ընտրական туриզմ։ Այդպես բնութագրում են այն քաղաքացիներին, որոնք այս ընտրություններում եկան, ապրում են դրսում եկան եւ քվեարկեցին հետ վերադարձան։ Հիմա իշխանականները օրենքի նախագիծ են մշակել առաջարկում, որպեսզի սահմանափակվի այդ իրավունքը, այսինքն 1 տարվա ընթացքում առնվազն 6 ամիս մշտապես այստեղ ապրողները ունենան ընտրելու իրավունք։ Դուք նախ այս քաղաքացիների վարկը ինչպես կգնահատեք։ Արդյոք նրանք պետք է միայն ընտրությունների ժամանակ իրենց մասնակցություն ունենան, իրենց ձայնը իսկապես որոշիչ լինի, եւ երկրորդը իշխանականների այդ հակընդդեմ քայլերը օրինագծի տեսքով դա ինչպես է։ Առաջին այդ շատ լավ գեղեցիկ արտահայտություն է երևի թե այդ туриզմը, հա։ Կգնահատեմ, որ իրոք դա անբարոյություն է, գալիս է ստեղի երեխու ճակատագրի համար քվեարկում ու գնում է, թողեք ես որոշեմ ճակատագիրը, դրա համար իշխանությունը շատ լավ է անում է, դա փորձագետը կասի արդյոք լավ է անում, վատ է անում, բայց տրամաբանության մեջ շատ ճիշտ է անում, որ այո, Հայաստանում չապրողները մշտապես կամ գոնե երկարատև, որոնք կիսում են Հայաստանում մշտապես ապրողների հետ ռիսկերն են կիսում, միայն նրանք իրավունք ունեն ճակատագիրը որոշելու մնացյալ քաղաքացիների համար։ Ես հիշում եմ, երբ ժամանակին պարոն Քոչարյանը երկքաղաքացիության խայտառակ դրույթը խցկում էր սահմանադրության մեջ, 7 կամ 8, հիմա լավ չեմ հիշում, կուսակցությունից ես ստորագրություններ հավաքեցի, հայտարարություն արեցինք հատուկ, սեմինարներ արեցինք, նույնիսկ ցույցատիպ ինչ-որ բաներ արեցինք, որպեսզի դա չմտնի։ Լավ մտել է երկքաղաքացիությունը, ոչինչ մտել է, բայց իրոք այդպիսի արգելքներ պիտի լինեն, էլի։ Ինչ է նշանակում, որ Ռուսաստանում, չգիտեմ, ասֆալտ փռող մեկը, որ նորից պիտի գա քվեարկի ու գնա, այստեղ իմ ճակատագիրը որոշի։ Բայց ասում են նրա աշխատած գումարները այստեղ են ծախսվում։ Երբ որ հարկ է լինում, օրինակ հենց նույն 20 թվականի պատերազմի ժամանակ այդ մարդիկ իրենց ֆինանսական ներդրումը ունեցան։ Ինչ է դա պետության դեմ, ինչքան ուզում են ֆինանսներ ունենան, դա փոքրիկ մի բան է, անարժեք մի բան է։ Այ կարծում եմ պարոն Փաշինյանը շատ խայտառակ մի բան արեց, երբ որ հրապարակում էր, թե որքան գումարներ են դրսից եկել պատերազմի ժամանակ, եւ ինչքան է գնաց բյուջե բան, շատ վատ տնօրինեցին, խնդիրը դա չէ։ Վատայից, որտեղ թշնամուն ասեց, էսա սրան սփյուռք է։ Ընդ որում այդ խորհրդային սփյուռքը, նախկին խորհրդային միության տարածքում եղածների սփյուռքը, դա անարժեք մի բան է։ Նրանք 1-2 տարի են գոյատևել, 1-2 սերունդ են գոյատևելու, նույնիսկ 1-2 սերունդ էլ չեն գոյատևելու։ Նիկոլ Աղբալյանի ասած այսբերգի նման է, հալվելու է դա։ Չի մնալու ոչինչ։ Ոնց որ շատ շնորհակալ ենք, դա մարմնավաճառի հոգեբանություն է, թե փող եմ տվել, հիմա թող երեխու ճակատագիրը ես եմ որոշում, երեխու տանում եմ հարճ սարքեն։ Ինչ, այսինքն իրեն սուցինյորի կարգավիճակ է ուզում վերապահել ռուսական սփյուռքը կամ այդպես մտածողները, եւ մեզ էլ այստեղ հարճի կարգավիճակ է ուզում վերապահել։ Ոչ, ընդվզում են դրամը։ Դրամը շատ լավ են անում, որ սահմանափակումներ են դնում, ել ավելին։ Շատ ուրախացա, որ դրանցից ասացին, բայց չեմ էլ կարծում թե արեցին, այլապես հրապարակային կադրեր կլինեին, էլի։ Այդտեղ եկող զինապարտության տարիքի տղաներին, այո, պիտի ուղարկեին զինծառայության, երկար ժամանակով պիտի ուղարկեին այսինքն այնքան ինչքան օրենքն է թույլ տալիս։ Չի կարելի չվկայակոչված թամադաներ դառնալ սքո սեղանին։ Իսկ հայրենիքը իրենց համար քելեխի սեղան չէ։ Բա իրենց նեղացվածությունը փաստորեն օբյեկտիվ չէ։ Ես եկեք չկենտրոնանանք միայն Ռուսաստանում ապրող սփյուռքի վրա, այլ առհասարակ տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների առումով։ Իրենք հաճախ են նեղանում, որ չունեն այստեղ որոշումներին մասնակից լինելու այդ իրավունքը կամ հնարավորությունը։ Էլիզա ջան, գիտեք, այստեղ իրոք գալիս է արժեքային խնդրի։ Իմ ընկերներից մեկը, որ տարիներ առաջ գնաց Միացյալ Նահանգներ, շատ խելացի տղա, ինձ նամակով մի բան էր գրել եւ փառահեղ վերլուծություն էր արել,
ասի սա հրապարակի թեկուսկո Facebook-յան էջում դիր, ասաց ես ինձ բարոյական իրավունք չեմ վերապահում, եթե ես մի 2 տարի առաջ իմ երեխեքի հետ արդեն տեղափոխվել եմ այստեղ, ես իրավունք չունեմ որևէ բան ասելու, ամենալավը ինչ կարող եմ անել, այստեղ ազգականներիս եթե կարող եմ գումար ուղարկել կամ ինչ-որ բաներ ուղարկել, բայց բարոյական իրավունքից ես ինքս ինձ զրկել եմ, իսկ մենք մեր արժեքային համակարգում դեռևս չենք կարողացել մտցնել այն, որ իրավունքներից բարձրագույնը բարոյական իրավունքն է, հասկանում եք, կնշանակի դրա համար ես ասացի, անբարոյականությունը այդպես մտածել, ուզում է Ռուսաստանում լինի, ուզում է Գլենդելում լինի, որտեղ ուզում եք եկեք այստեղ ապրեք, չեք ուզում, մենք Գլենդելի համար օրենքներ մշակում ենք, չենք մշակում, Ռուսաստանի համար ինչ-որ բան մշակում ենք, չէ, էլի ֆրանսիացի կասեին, ինչ որտեղ չնայած էլի անբարոյականություն կներ, ինչ որտեղ կարելի էր մտածել ֆրանսահայերը, եթե ասեին։ Մարդիկ ամենաուժեղ լոբիստական քաղաքականությունն են տանում Ֆրանսիայի քաղաքականության վրա, որ հայանպաստ լինի, կարողանում են ազդել։ Դա է Ռուսաստանի արածը կամ Միացյալ Նահանգներինը։ Տեսանք, չէ, Թրամփի ժամանակ, անցումային ժամանակ մենք կորցրեցինք, պատերազմ եղավ, եկավ Բայդենը դատարկումն եղավ։ Այնպես որ հիմա եկել է նորից Թրամփը, կպած ասում է իմ անունով եթե լինի, ինչ որ բաներ կլինեն։ Դա իր շնորհքը չէ, դա Միացյալ Նահանգների որպես պետություն, ընդ որում ամենակարգին պետությունը մոլորակի վրա Միացյալ Նահանգներն է, հա, Միացյալ Նահանգների շնորհքն է եւ ոչ թե դրա։ Բայց դրա ժամանակն էլ կարճ է, չէ, գնալու է։ Չի բացառվում, որ ամերիկյան շատ ու շատ պրեզիդենտների նման էլի բարոյական եւ իմաստուն մեկը կնստի պրեզիդենտի աթոռին։ Այնպես որ եթե մենք փորձում ենք դատել նեղացվածության թե վիրավորանքի, ընդհակառակը մենք պիտի վիրավորվենք, կրկնեմ ասելով, մենք ձեզ համար հարց չենք, դուք էլ մեր սուտինյորը չեք։ Գնացեք ինքներդ ձեզ վաճառեք, ոնց որ արդեն վաճառել եք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք,
Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Պարոն Հայրապետյան, պարադոքս է։ Փաստաթղթերով Ռուսաստանի դաշնակիցն ենք համարվում, բայց այդ երկիրը շարունակում է տնտեսական սահմանափակումներ մտցնել մեր շուկայի, մեր ապրանքների համար, իսկ Եվրոպական միության հետ երբ չունենք կոնկրետ փաստաթղթային կապվածություն, հայտարարում են, որ իրենք պատրաստվում են բացել իրենց շուկան 80% ապրանքների համար առանց մաքսատուրքերի եւ քվոտաների։ Հիմա մենք կարողանում ենք գնահատել այս աջակցությունը եւ ըստ անհրաժեշտության առավելագույնս իշապետության օգտվել։ Դա երբեք պետք չէ գնահատել որպես աջակցություն, այլ պետք է գնահատել, որ այս պահին Եվրոպայի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ, ընդամենը այդքանը, ոչ ավելին, դա աջակցություն չէ մեզ, այլ աջակցություն է հենց իրենց։ Հեռահար նպատակը, Հեռահարը որ մեզ միայն ընդամենը Ռուսաստանից փոկեն կամ ազդեցությունը Ռուսաստանի այստեղ թուլացնեն։ Այո, բնականաբար։ Իսկ Ռուսաստանը, որ ասում եք դաշնակից երկիր թեկուզ փաստաթղթերով, դա պետք է մոռանալ։ Ռուսաստանը դավաճան պետություն է։ Ինչու՞։ Դավաճանել որևէ մեկը, ես, դուք, անհատ, նաև ազգերը, նաև պետությունները չեն կարող ուրիշին դավաճանել։ Յուրաքանչյուրը ինքն իրեն է դավաճանում, իր արժեքներին է դավաճանում։ Երբ որ ինքը հայ է, խոսում է ռուսերեն, խոսում է անգլերեն, Հայաստանում ապրելով հանդերձ։ Երբ որ, չգիտեմ, սոցիալական ցանցերում իրենց գեղի նկարները դնում են ու վերևը 1-2 նախադասություն անգլերեն գրելով։ Խորը գեղեցություն է դա։ Այսինքն դավաճանել կարող ենք մենք ինքներս մեզ։ Հիմա Ռուսաստանն ինքն իրեն է դավաճանել, իր ստորագրությունն է դավաճանել, ոչ թե ասում եմ մեզ է դավաճանել։ Գուցե իր պետական շահը այդ պահին այդպես է զգացել։ Այդ դեպքում թող բարի լիներ հրաժարվել մեր 97 թվականից կնքված ռազմավարական դաշնակցության փաստաթղթից, հապկից, բանից, ասած դուրս եկեք, հիմա իմ շահը սա է պահանջում։ Հիշում եք անցյալ անգամ էլ կարծեմ այս մասին մենք միասին զրուցեցինք։ Հենց այսօր էլ առավոտյան Եվրոնյուզով Եվրոպայի խոսափողն է, չէ, իրենք են ասում եւ ֆինանսավորվում է Եվրոպայից։ Ամենաշատը չկա մի օր, որ Ադրբեջանի մասին հաղորդում չլինի։ Այսօր էլ այդպես է դերի մասին։ Այն Մարկեսի հերոսուհու անունով կինը Եվրոպայի թագուհին, Ուրսուլա, չգիտեմ, ֆոն դեր Լայն, այո։ Գնաց Բաքուն նոր եկավ Երևան, ճիշտ է։ Այո։ Բաքվում ինչ գնաց խոսեց։ Արդյոք այն ինչ ցույց է տրվում։ Մարդիկ ուզում մեծերը պատերազմի մեջ են, այն ջիվանու ասացի նման, հա, կռվեն ելել ձին ու ջորին, էշը մեջ են եկել, խելքին աշեցեք։ Հիմա մենք մեզ այդ ավանակի կարգավիճակում չդասենք, էլի, հասկանանք, որ լավ, մենք գիտակցում ենք մեր արժեքներ, կողքինի արժեքներ եւ հասկանում ենք, թե դուք ինչ խաղեր եք խաղում, բայց մի վաճառեք դա մեզ վրա որպես գթասրտություն, որպես ձեր բարձրագույն արժեքներ։ Ձեր բարձրագույն արժեքները ավարտվել են արդեն։ Ռուսաստանի մասին խոսք չկա, Ռուսաստանը այն գլխից հիվանդ երկիր է եւ մոլորակի ժանտախտը կարծեք լինի վերջին գոնե մեզ համար։ Մոլորակում ժանտախտի դեր է կատարել վերջին 200 տարում։ Բայց արևմուտք գնան Օսվալդ Շպենգլերի Եվրոպայի մայրամուտը կարդան։ Վաղուց դա տեղափոխվել է դրոշակը արևմտյան քաղաքակրթության, վաղուց տեղափոխված է Միացյալ Նահանգներ։ Ուրիշ բան, որ Միացյալ Նահանգներում էլ ամեն ինչ չէ, որ հարթ կարող է ընթանալ։ Իհարկե կարող է, ասենք, Թրամփի նման մեկը գա, որին Կորեայի այդ դիկտատորը ասի խեղկատակ ցնդած բիձը, ասել էր, չէ՞, այդ առաջին նախագահության ժամանակ։ Բայց հետո ինքը բերանը բացած գնար նրա հետ հանդիպման։ Թրամփի նման մեկը գա, որ ուրիշ պետության ղեկավարի կարող է գողանալ տանել իր երկրում դատել, ուրիշ պետության ղեկավարի ռմբակոծել։ Ամերիկան ինքն էլ աշխարհը միշտ նույն ձևով չի մնում, մենք դիալեկտիկայի մեջ նայենք աշխարհին, հա, անընդհատ խմորվում են, մակընթացություններ եւ տեղատվություններ են լինում։ Իհարկե, այսօր Մակրոնի նման փառեղ կերպար կա մեզ համար գոնե եւ արժեքներ դավանող կերպար կա Ֆրանսիայում, դուք վստահություն ունեք, որ հաջորդ տարի գարնանից հետո էլի նմանատիպ մի անձնավորություն կլինի Ֆրանսիայում ղեկավարը։ Բայց հենց նույնիսկ իր ղեկավարության օրոք, որ ասում է բառացի մարդն ասած, որ Ֆրանսիան երբեք հանուն վառելիքի չի դավաճանի Հայաստանի շահերին, ասած մարդը բառացի։ Բայց միևնույն է, նայեք տարեկան կտրվածքով, հենց Մակրոնի իշխանավարման ժամանակ
Ադրբեջանի հետ կնքված պայմանագրերի թվերը նայեք։ Ինչ գումարների շուրջ է։ Այնպես որ մենք մեզ չխափենք Լեոյի ստեղծած բառով ասած մենք երազասուն չլինենք, էլի երազներով սնված, երազների մեջ ապրող, նմանները պատմության թատերաբեմից դուրս են շպրտվում։ Մենք որտեղ սայթակել ենք, մեզ նեղացրել են, դուրս են շպրտել, բայց երևի էլի ամուր հող ունեցել են, կանգնել ենք, հիմա վերջին բեկորի վրա կանգնած ենք, եթե այստեղ էլ ամպերի մեջ ճախրեցինք, ասացինք, օ, մեր հայրենակիցները դրսում կօգնեն, չգիտեմ, կազդեն, ես առավել եւս իմ սերունդը այդպիսի հիմարություններ պիտի աներ, որովհետեւ իմ սերունդը տեսել է, թե իրենից մեծերն ինչպես, եթե որևէ խորհրդային ֆիլմ ցույց են տալիս, ժամանակ հեռուստացով երկու ալիք կար, երկուսն էլ խորհրդային ֆիլմներ էին միայն ցույց տալիս, մենք ընկած յան ազգանուն էինք ման գալիս ու դրանով փառավորվում էր մեր ինքնասիրությունը, ազգային ինքնասիրությունը։ Բայց հիմա ախր այս նոր սերունդը այդպեսին լինելու իրավունք չունի եւ դուք էլ խնդրում եմ, այսպիսի խոսույթներ պետք է մեր դաշնակիցը ոչ նա թիվ 1 թշնամին է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանը, այսօր։ Ես չեմ բացառում, որ վաղը ռուս պատրիոտներ, ինչ որ դեմոկրատ պատրիոտներ կհայտնվեն իշխանության գլուխ, եւ Ռուսաստանը մեր թիվ 1 դաշնակիցը կարող է դառնալ, երկրորդը, երրորդը չէ, թիվ 1-ը։ Չեմ բացառում, որ հենց Ռուսաստանի շահերից ելնելով այնտեղի պատրիոտները կհեռացնեն իշխանությունից Պուտինին։ Չեկիստին կհեռացնեն, բայց հասկացեք յուրաքանչյուրն իր շահի մասին է մտածում։ Տեսեք, բոլոր այստեղ արևմտամետներն օրինակ իրենց ճախում են, չէ՞, այ օրինակ Վրաստանում Սաակաշվիլին, Այս Սաակաշվիլին տարավ Վրաստանում կանգնեցրեց, չգիտեք, KGB-ի գեներալ Հեյդար Ալիևի արձանը։ Բայց հիմի որտեվ իր պետության շահերի մասին էր մտածում։ Հիմա Փաշինյանի բալանսավորման քաղաքականությունը այդ մասին չէ, որ նա ակնհայտորեն հայտարարում է, որ պետք չէ ոչ մեկի հետ շնամանալ, այդ պահին երկրի շահը ինչ է թելադրում, ըստ այդմ էլ պետք է շարժվել, համագործակցել։ Այդ մասին է եւ ես ողջունում եմ։ Շատ լի ճիշտ է ասում։ Ես ուրախ կլինեմ, որ իր ասած այդ տրամաբանության գոնե 30-40%-ը իրեն հաջողվի իրականացնել։ Երկաթուղու հարցը ակնհայտ է, որ ամենակարևորն է հայ-ռուսական հարաբերություններում, այսինքն երկաթուղու կառավարման այդ հարցը ճակատագիրը, որը պետք է լուծվի, Փաշինյանը հույս ունի, որ կլուծվի։ Դուք ինչ եք կարծում, Ռուսաստանի պես այդ թշնամին ինչ պայմաններում կհամաձայնի կառավարումը փոխանցել Հայաստանին։ Նայեք, ես կուզենայի, որ դա ոչ թե այդ խնդիրներին եւ ընդհանրապես մենք նայենք ոչ թե որպես թվաբանության, այլ մաթեմատիկայի, առավել եւս բարձրագույն մաթեմատիկայի։ Այսօր մեր շահերից կբխեր, որ Ռուսաստանն այդտեղ փոքրիկ չափաբաժին ունել, բայց որ մենաշնորից պետք է զրկել, այն մենաշնորից, որ դրանց բառն է ստացվում այսօրվա իշխանությունների, բայց ասեմ, որ նախորդ իշխանությունները տվեցին իրենց թշվառ գոյությունը այստեղ արդարացնելու համար, ինչ ուզում էին տալիս էին, տվող տեսակ էին, էլի, Նիկոլ Պակաշին այլ հայրենիք տվեց։ Որ պետք է այդ մենաշնորից զրկել Ռուսաստանին, խնդիր չէ, այո, դա ստրատեգիական խնդիր է, մեր անվտանգության խնդիր է։ Բայց որ Ռուսաստանն այստեղ արժե որ ունենա որոշակի չափաբաժին ներկայության, որոշակի, բայց ոչ երբեք գեոկուլտուրական, հա, աշխարհամշակութային ներկայություն տաստված ոչ չունենա։ Եվ մեր իշխանություններն այդքան խոհեմ լինեն եւ ոչ թե հոգեվոր թզուկներ։ Եվ զրկեն Ռուսաստանին այստեղ հոգեվոր ներկայությունից։ Դա մեր շահերից է բխում։ Միանշանակ չէ, որ ասում ենք Ռուսաստանը այսօրվա դրությամբ թշնամական երկիր է, դա դեռ չի նշանակում, որ թշնամու ինչ-ինչ երանգներ մեզ օգտակար լինել չեն կարող։ Սա իհարկե շատերը չեն ուզենա պատկերացնել, որովհետև եկավ այն խեղկատակ մեկը կարե, որ սև ու սպիտակի բաժանեց, ասես մենք այդ Պարոնյանն եմ հիշում, հա, մենք լույսն ենք անում խավարը, բան, հա, մենք վարունգն ենք անում լոլիկը։ 200 տարի անցել է նույն ողորմելի դժվար վիճակի մեջ է մեր մտածողությունը։ Այդ մտածողությամբ եթե դատենք, այո, իհարկե Ռուսաստանին պետք է այստեղից ձեռքից խլել, շատ բիրտ միջոցներով գլուխները կտրել ու ինչպես բենդերներ ասում, հա, թթու դրած կաղամբի հետ ծանրոցով ուղարկել իրենց երկիրը, ոչ։ Նիկոլը մի հատ խելոք բան ասաց, բայց քանի որ էլի իրեն հատուկ անզուսպությամբ եւ ոչ գեղեցիկ պաճուճավորմամբ ասած կամ ներկայացումը շատ վատն էր, այո, ժամանակակից աշխարհում բացարձակ անկախություն չկա։
կա հարաբերական։ Այդ հարաբերականության մեջ դու որքան ես արժեքավոր, արժևորելի, իսկ դա կախված է նրանից, թե քանի թելերով են ուրիշները քեզանից կախված եւ դու ուրիշներից կախված։ Այսինքն այն որ օտար բառով ասում են դիվերսիֆիկացնել, հա, եւ մեր մտածողությունը այդպեսին պիտի լինի դիվերսիֆիկացված եւ մեր տնտեսությունը եւ մեր քաղաքականությունը արտաքին հատկապես ինքը շատ ճիշտ ասած, որ այո, բազմակի կախվածությունների մեջ է ժամանակակից աշխարհում, եթե փորձենք էլի սև ու սպիտակով ասել, անկախության բանաձևն այդտեղ է։ Հիմա կկարողանա ինքը դա անել։ Եթե կկարողանա, շատ լավ կլինի։ Ռուսներին այստեղից Ռուսաստանը օգտակար հանածներով լցված երկիր է, բան, գուցե կարողանանք էժան ռելսերն այնտեղից բերել կամ չգիտեմ ինչ է, կամ չգիտեմ ադրբեջանցիներին կամ պարսիկներին կամ ամերիկացիներին վերահսկելու, մեկը մյուսին թող վերահսկի։ Գիտեք տրամաբանությունը որն է, գուցե մի քիչ անհասկանալի կլինի, բայց բանաձևը ճշգրիտ 100%-ով նույնն է։ 90-ականների սկզբին հենց 90 թվականին կամ նույնիսկ 89 թվականին, երբ որ զգում ենք, որ սովետական միությունը քանդվում է եւ անգլերենը հախուռն մտնում է այստեղ, իմ ընկերներից մեկը լուսահոգի Վարդան Դևրիկյանը մի հատ այնպեսի փառահեղ ձևակերպում արեց, ասաց մենք այստեղ պիտի ռուսերենը կարողանանք օգտագործել անգլերենի մուտքի դեմ, որպեսզի հայերենը պաշտպանենք։ Երկուսը թող իրար հետ կռվեն, բայց մեզ հետ կռիվ չունենան մեր տարածքում։ Այ հենց հիմա եթե այդպիսի մոդելով կկարողանա, այո, ռուսները թող ներկայություն ունենան այդ։ Դե Փաշինյանի տրամադրվածությունը այդպիսին է, մենք ինչպես դատում ենք նրա հայտարարություններից, այսինքն կտրուկ քայլերի գնալու կողմնակից չէ, այստեղ այլ հարց է, թե Ռուսաստանը ինչպես տեսնում ենք, շարժվում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով, կոնկրետ երկաթուղու հարցում նրանք անգամ Ղազախստանին այդ փոխանցելու կառավարումը փոխանցելու տարբերակը բացահայտ մերժում են եւ լսել անգամ չեն ցանկանում։ Շտո ղժղժան մի քիչ Ռուսաստանի պատմությունը փոքրինչ ուսումնասիրացում ենք, կտեսնի, որ Ռուսաստանը այսպես սինուսոիդներով է առաջ ընթացել նրա պատմությունը։ Սմուտայի ժամանակներ շատ են եղել այդ խառնաշփոթության խավարի, հա, ժամանակներ։ Հիմա Ռուսաստանը թավալ գլոր գնում է դեպի դա։ Այդ ժողովուրդը չի արթնանալու կամ երբ է արթնանալու, պարոն Հայրապետյան, որովհետև կարծես թե նոր պատերազմի հետևանքները իրենք ռեալ զգում են վառելիքի այդ պակասով պայմանավորված։ Պատկերացնում եք աշխարհի ամենաշատ վառելիքն ունեն, Ղազախստանից բենզին են խնդրում։ Հիմա մի քիչ կոպիտ կստացվի, այլապես 1930-ականների միակ մակրագույն հայ գրողի գրածից օրինակ կբերեի Լեր Կամսարից, հա, Լեր Կամսարը բարձրագույն կերպար է եղել էլի, որպես մարդ, որ ասում է, այ եթե մի խոսքով ռուս ժողովրդին համարում է ոչխարների հետ, համեմատում է ոչխարների հետ, ասում է, մենակ դրանք են, որ համակերպված են իրենց անազատությանը։ Այո, ռուս ժողովուրդն այդպեսին է, ռուսական ոգին հասկանալը իրենք էլ են ասում, չէ՞։ Բավականին բարդ է, խելքով անհնար է հասկանալ դա, բանականությամբ անհնար է ըմբռնել ռուսական ոգին։ Մենք առաջին հանրապետությունում մի այդ ձեր ասած բառով գրագետ կիրթ նախարար ենք ունեցել, կարճատև նախարարած Ռուբեն Դարփինյան։ Փառեղ մի գործ ունի, հայրենիք ամսագրում տպագրվեց, հետո մենք մեր պետության արշալույսին իմ ընկերները, ես էլ իրենց որպես երկրորդ կամ 10-րդ ընկեր, տպագրեցինք եւ տարածեցինք այն ժամանակ 170 քանի հոգի էին Գերագույն խորհրդի անդամները, վերնագիրը ռուսական վտանգը, այդտեղ այնքան փառեղ բան ես խորհուրդ եմ տալիս կարդան ձեր հեռուստադիտողները, կարճ եւ փառեղ, այնտեղ այսպիսի արտահայտություն ունի ռուս գրականության, որ իմ սիրելին է, էլի ռուս գրականությունից այն կողմ, ես երևի մեկ 20-րդ դարի անգլո-ամերիկյան գրականությունն է, ասում է հանճարեղ եւ հիվանդ, այո, հանճարեղ լինելը դեռևս արգելք չէ հիվանդ լինել, իսկ հիվանդից, հա, պետք է զգույշ լինել, միշտ մահակը ձեռքիդ, ռուսի հետ խոսել, միշտ մահակը ձեռքներիս, այլապես դրանք մի հատ գրողն էին Սալտիկով Շեդրին, դրանց ձեռքի մեջ մուժիկը ձվածեղն անում տալիս է, սրանք էլի մուժիկի հեժն անիծում են, ռուժորդն այդպիսին է, որովհետև ունի էլի Ռուբեն Դարփինյանն է ասում, նրա մեջ կենտրոնացած են
սլավոնական հայեցողությունը եւ թաթարական մոլեգնությունը եւ այդ երկուսը մեկ մարմնի ներսում բախված են իրար։ Այսինքն մի քիչ են մեր Իսահակյանը փառեղ մի հատ գործ ունի Լիլիթը, հա, Լիլիթի կարգավիճակում են, որ համ կրակ են, համ էլ դրախտը պիտի թողնեն, իրենք իրենց դրախտը կթողնեն շուտով, բայց դա չի նշանակում, որ այստեղ էլ շատ կարևոր անցում կա, թույլ կտաք ասեմ։ Այո, իհարկե։ Շատ կարևոր անցում կա։ Երբ ես երիտասարդ եւ սովետական միություն էր, մենք խրոխտ երգում էինք գաղտնի մի քանի ընկերներով, որտեղ այսպեսի տողեր կար. Դաշնակցությունը հաղթեց սուլթանին, նորարև նոր կյանք պարգևեց հային։ Կամ պիտի Թուրքիան կործանվի, հա, բաղ Թուրքիային։ Կործանվեց Օսմանյան կայսրությունը, գիտեք, բայց մեզ ինչ։ Մենք մնացինք փլատակների տակ։ Հիմա այսօր ասում են Ռուսաստան ջանդամին կործանվում է, կործանվի, հզորանում է, թող հզորանա։ Մեզ դրանից ինչ, եթե մենք շահ ունենք, որից որ շահ ունենք, այդտեղ փոքրիկ օժանդակություն եւ գլուխներս ջիվանու ասած այդ ավանակի նման չմցնենք նրանց կռվի մեջտեղը ձյու եւ ջորու։ Այ այստեղ էլ հիմա էլ թող կործանվի Ռուսաստանը, բայց թող պայծառանա Ռուսաստանը, եթե դա իմ շահերից է բխում։ Մենք որ հողի վրա է կանգնած մտածում, մեր միտքը մեր հողի հետ կապ ունի, թե չունի։ Մենք մեր ոտատակում հող ունենք, թե չունենք։ Այն հողը, որ Արքիմեդն ասում էր տվեք ինձ հենակել եւ ես կշրջեմ աշխարհը, եւ այն հողը, որի վրա Արշակ թագավորը կանգնած փորձության էր ենթարկում շապուհի կողմից։ Մենք այդ հայրենիքի հողը զգում ենք, մեր արյան հետ շրջանառություն կատարում է դա, թե մենք ուղղակի այսպես էլի մեծ խոսում ենք, էկրանների առաջ ուտում ենք, անդաստիրականում ենք, բրծնում ենք, հասկանում եք, Թումանյան Չարենց բան ունեցող ժողովուրդը այսօր կամ Պարոնյանի, Օտյանի ու Լեռկամսարի նման երկիծաբաններ ունեցածները լը տեսեք ինչ վատ բառով ասեմ, այդ ինչ չընթրլոներով են լցրել մեր ամբողջ եւ YouTube-յան եւ հեռուստատեսային եթերը, ողորմելի գավառամիտ։ Դրա համար էլ մենք ձեզ պարբերաբար հրավիրում ենք, որպեսզի այդ ստապացնող դերը կատարեք, պարոն Հայրապետյան, ամփոփելով մեր հարցազրույցը, Փաշինյանի իշխանության դիրքորոշումը շատ հստակ է, ասում է Հայաստանի շահերից չի բխում մտնել հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ։ Նա այսպես արձագանքեց Իսրայելի կառավարության կողմից այդ ցեղասպանության նախագծին, ցեղասպանությունը ճանաչելու նախագծին հավանություն տալու փաստը։ Հիմա ճիշտ չի ասում Փաշինյանը։ Նայեք, ես պարոն Փաշինյանին ծանոթ եմ եւ շատ սիրում եմ իր այդ ճանապարհ անցել եմ դեռևս տասնամյակներ առաջ, հա։ Առաջին անգամն է, որ այս կարգի բացարձակ լրջմիտ առանց որևէ սայթակման խոսք եմ լսել նրանից։ Սա փառահեղ ձևակերպում է, մանավանդ այդ զենքայնացումը ուղղակի հիացրեց, այո, պետք չէ, այդ որ տարիներ շարունակ ձեզ մոտ ասում եմ, որ միևնույն է Ռուսը Թուրքիի հետ երբևէ հակնելու այդ ժամանակները մոտ են։ Մեզ դարձյալ չկարողանա օգտագործել որպես իր առաջապահ գունդ, ինչպես ժամանակին արեց եւ մենք մեր գլխին ցեղասպանության կերանք, հա։ Այ հիմա դա է ասում Իսրայել մեզ որպես զենք քո շահերի համար, մենք չենք, բայց շատ գրագետ ասվեց, ափսոս որ համակարգը վատն է, այլապես դրա շարունակությունը դրանից մի քիչ ավելի մեղմ, դրանից ավելի կոպիտ, դա ծամծմած, արդեն կուլ տալու պատրաստ տեքստ քարոշչա մեքենան, պետք է հեղեղած լիներ։ Դրա համար մեր պետությունից ափսոս պետության հոտ չի գալիս, բայց ասում եմ, ես երկու ձեռքով ծափարում եմ, ողջունում եմ, փառահեղ ձևակերպում էր։ Մանավանդ նոր բառեր ստեղծեր, զենքայնացում, տիպիկ հայերեն մտածողության մեջ, հիացած եմ, առաջին անգամ հիացած եմ։ Բայց տխուր է, չէ, պարոն Հայրապետյան, որ այդ եզրահանգմանը կամ այդ գիտակցությանը մենք գալիս ենք Արցախի կորստից հետո։ Չէ, բայց ով ասաց այդ նույն եզրահանգումը արել է Լեոն 23 թվականին, արել է Ռաֆայել Իշխանյանը 99 թվականին։ Մեր իշխանություններն էլ կարդացել են ախր դրանք։ Եվ Ռաֆայել Իշխանյանի գիրքն են կարդացել, եւ ընդհատակում եղած ժամանակ, որ ես եւ պարոն Փաշինյանը ընդհատակում ենք տարբեր տեղերում, իրեն ուղարկվել է, ինքն է կարդացել։ Այսինքն ասողներին մենք լսել ենք, մեր սերունդը լսել է։ Ուրիշ բան, որ
այդ հեղափոխական զզվելի մոտեցումը էլի, որ 0-ից եմ սկսում, հետո մի հատ քթներից ուտում ենք, տեսնում ենք, որ 0-ից սկսել չի կարելի, այսինքն 5 քարե դարից սկսել չի կարելի, գոնե նեոլիթից սկսիր, էլի, չի կարելի 5 քարե դարից սկսել, հետո նոր կամած շրջվում նայում ենք, գուցե ասել են սրանք։ Մեզ էլ պարբերաբար հուշել են ոչ միայն մեր մտավորականներն ի դեպ, նաև օտարազգի մտավորականներ։ Ես գիտեմ, այսպեսի մի հատ խայտառակ մոտեցում կա Թոմաս Էդվարդ Լորենս մի հարցազրույց էր տվել 1919 թվականին, որ տպագրվեց մեր պետականության կորստից հետո 1923-ին։ Այդ անտանելի հայերը վերնագրով տպվեց։ Մերոնք բոլորը ատելությամբ լցված են դրա, բայց մեզ ճանաչելու ինչպիսի իմացություն կա, հուշումներ են տրված։ Փոխանակ մենք դա վերցնենք։ Մենք էլի սև ու սպիտակի մեջ մտնում ենք, ասում ենք սրիկայի մեկն է, կամ էլ որ ոնց էր Տոլստոյն ասել, որ սինլքորների վերջին ապաստանը հայրենասիրությունն է, սինլքորների այսօրվա վերջին ապաստանն էլ հակահրեականությունն է, էլի, անտիսեմիտիզմն է։ Հասնում են, այսօր էլ այդ են սրսկում, մեր հակաթուրքականությունը հակադարձ համեմատական է մեր ռուսական մոլի հանձնվածությանը, ռուսասիրությանը։ Եթե երկուսն էլ հիվանդություն են, ճոճանակի երկու եզրերն են։ Մենք ճոճքը կարող ենք վերջապես գալ, ինչպես Արթուր Մեշյանն էր ասում, մեկ անգամ գցիր քո ուսից բեռնի շողության եւ դարձիր մարդկության մասնիկ անհոգ։ Մենք կարող ենք այդ անհոգի, այդ ազատ մտածողի կերպով նայել աշխարհին։ Մենք մեր մտածողության հետ խնդիր ունենք, ուրիշ ոչ միտեղ խնդիր չկա, թե չէ փառք Աստծո, այ ժողովրդին Աստված հրաշալի գեն է տվել։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։